Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն։ Բարև հարգելի հեռուստադիտող, ես գտնվում եմ Arm Leasing ընկերությունում, որը Հայաստանում ամենադինամիկ զարգացող ֆինանսական շուկայում ամենադինամիկ զարգացող լիզինգային ընկերություններից է եւ Arm Leasing-ը տրամադրում է լիզինգներ տարբեր բիզնես ոլորտներում, ինչպես նաեւ օգնում է բժշկական հաստատություններին մշտապես արդիականացնել բուժտեխնիկան, սարքավորումները, իհարկե առանց մեծ միանվագ ներդրումներ կատարելու։ Ես իրոք զրուցել եմ եկել Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ, ինչպես նաև Arm Leasing-ի համահիմնադիր գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բազիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Medinform-ի հյուրն եք եւ բժշկական աշխարհին իրազեկելու ենք, թե ինչ տեսակ լիզինգներ կարող են նրանց առաջարկվել։ Ես եմ շնորհակալ։ Քանի որ մենք այսօր որոշել ենք կանգ առնել հենց բժշկական հատվածի վրա, կցանկանայի սկսեինք, թե բժշկական հաստատությունները ինչ արտոնյալ պայմաններ ունեն ձեռք բերելու տեխնիկա, նորագույն սարքավորումներ, հետ չմնալու ժամանակակից աշխարհի այս արագ նորամուծությունների փոփոխման դարաշրջանից, ըստ այդմ նրանց առաջարկող լիզինգների մասին մի փոքր խոսենք։ Բժշկական սարքավորումների լիզինգը ընդհանրապես միշտ Հայաստանում ընդհանրապես լիզինգը մուտք գործելու օրվանից եղել է ամենապահանջված ուղղություններից մեկը։ Ինչ խոսք, այն ավելի մեծ թափ եւ զարգացում ստացավ վերջին 3-4 տարիների ընթացքում, երբ պետական աջակցության ծրագիրը տնտեսության արդիականացման օգնեց նաև այս ոլորտի մոդեռնիզացմանը եւ հիմնական միջոցների վերազինմանը։ Ինչպես նշեցի, մեր ընդգրկվածությունը եւ տարածքային առումով բավականին մեծ է եւ Երևան քաղաքի, որովհետեւ մեծ շեշտադրում այս պահին նաեւ իրականացնում ենք ինչպես նոր տնտեսվարողների, այսինքն նոր բժիշկների, նոր կլինիկաների ստեղծման աջակցությանը, այնպես էլ գործողների վերազինմանը, առավել մոդեռնիզացման եւ արդիականացման։ Այո, եւ որոնք են այն ամենապահանջված սարքավորումները, որոնք առավել հաճախ են ձեռք բերվում լիզինգի միջոցով։ Եթե այս հարցը տայիք 2003 թվականին, անմիջապես կպատասխանեի ուրախությամբ, որ առաջին լիզինգի առարկան, առաջին լիզինգային պայմանագրով եղել է բժշկական սարքավորում, մասնավորապես ստոմատոլոգիական սարքավորում։ Այդ պահից սկսած բժշկական սարքավորումների տեսականին, ֆինանսավորվող տեսականին գնալով ընդլայնվեց եւ ինչպես բժշկական կլինիկաները, այնպես էլ անհատ բժիշկները, ինչպես նաեւ ուրեմն լաբորատոր ծառայություն մատուցողների, դիագնոստիկ ծառայություն մատուցող ընկերությունները կարողանում են բժշկական սարքավորում, տարբեր տեսակի բժշկական սարքավորումներ ձեռք բերել, ինչպես նշեցի, դրանք եւ ամբուլատոր եւ ստացիոնար ծառայությունների մատուցման համար են, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում ի թիվս բոլոր նշանավոր տենց սարքավորումների, ինչպիսին են օրինակ նույն այդ անգիոգրաֆներ, համակարգչային տոմոգրաֆներ, ռիզոգրաֆներ եւ այլն, դրանց եկավ համալրելու նաեւ կոսմետոլոգիական, բժշկական կոսմետոլոգիայի սարքավորումները։ Պարոն Բազիկյան, պետական աջակցության այսպիսի ծրագիր կա, տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիր, որը օգնում է սուբսիդավորել, այո, լիզինգները։ Մի փոքր խոսենք այս ծրագրի մասին։ Պետական սուբսիդավորման աջակցության ծրագրերը հնարավորություն են տալիս այդ ուրեմն հաճախորդներին ձեռք բերել լիզինգով այդ սարքավորումները տարեկան սկսած 0.1%-ից մինչև 4% տոկոսադրույքով, տարբեր արժույթներով եւ պետությունը սուբսիդավորում է 8-ից 10%-ային կետով այս պարագայում։ Արդյոք մարզերունին պես սկսում են համաչափ զարգանալ։ Շատ ցավոտ թեմա բարձրացրեցիք, ունենք այդ նմանատիպ վիճակագրություն, Երևանում է կենտրոնացված գրեթե բոլոր ծառայությունների 97%-ից ավելը եւ մեր վերջին պրոյեկտներից օրինակ 10-ից 3-ը կամ 4-ը, ինչ ուրախությամբ պետք է նշեմ, իրականացվում են հենց մարզերում, որտեղ մենք կարողանում ենք
նպաստել նրան, որ բուժառուն խնդրի պարագայում չհասնի Երևան, այլ իր գոնե նախնական բուժօգնությունը կարողանա ստանալ այնտեղ, իսկ հիմա նաև արդեն հետագայում բուժումը, որովհետև մենք ունենք օրինակ մարզեր, այս բանին ես կարող եմ նշել Արմավիրը, Վանաձորը, Շիրակը, Գեղարքունիքը, որտեղ մենք ֆինանսավորումներ ենք իրականացրել հենց բժշկական հաստատությունների վերազինման իմաստով եւ տվյալ հաստատությունները շատ արագ աճ են գրանցել, ինչը ցույց է տալիս, որ այդտեղ բուժառուների կողմից այդ պահանջը կար, սակայն բավարար զինվածություն չկար հիմնական միջոցներով եւ այստեղ ավելի մեծ գնահատանք մեր աշխատանքի, ինչ որ մենք իրականացնում ենք, չկա, քան այդ բուժառուների զուտ բավարարվածության աստիճան։ Այո, պարոն Բազիկյան, հետաքրքիր է, մենք խոսում ենք անընդհատ կայացած ընկերությունների նորացման մասին, արդիականացման մասին, կարող է նորաբաց դեռևս հեղինակություն, հայտնիություն չունեցող փոքրիկ բժշկական հաստատությունը օգտվել լիզինգի ծառայություններից։ Նորաստեղծների համար մի փոքր սկզբնական ներդրումը ավելի մեծ կլինի, բայց իրենք նույնպես օգտվում են եւ պետական աջակցության ծրագրերից, եւ ինչպես նաեւ օգտվում են մեր մատակարար ընկերությունների կողմից արվող առաջարկներից, որոնք ի դեպ շատ բավականին բազմազան են վերջին 2-3 տարիների ընթացքում։ Այնուամենայնիվ պետք է նկատել, որ այս հարցում որոշակի ռիսկեր կան, այ որն է բժշկական սարքավորումներ ձեռք բերելու, լիզինգով վերցնելու ռիսկերը եւ ինչպես են դրանք նվազագույնի հասցվում։ Քանի ինչպես նշեցի, քանի որ մենք ունենք բազմաթիվ հեճավորման գործիքներ, դա կանխավճարն է, լիզինգի առարկայի ապահովագրությունն է, մատակարար ընկերության հետ երաշխիքային սպասարկումն է, ռիսկերը հենց դրանում էլ կայանում են։ Մենք ապահովագրում ենք վնասի եւ կորստի ռիսկից, օրինակ գողություն եւ այլն։ Մենք ապահովագրում ենք անխափան աշխատանքի կամ անխափան սպասարկման ռիսկը հենց երաշխիքային սպասարկմամբ մատակարար ընկերության հետ փորձում ենք ռիսկերը, որոնք որ կապված են տվյալ հաճախորդի ինչ որ չափով միգուցե գործարարի հմտությունների բացակայությանը, դա համալրում ենք ինչ որտեղ իր հետ աշխատանքով, ինչ որ ժամանակահատված հնարավոր է որ իր հետ աշխատենք, խորհուրդ տանք, որ այս ամբողջը այս նախագիծը տեղափոխվի, ենթադրենք մի քանի ամիս հետո, բայց ինքը այդ հմտությունները պարտադիր ձեռք բերի, որովհետև այս ոլորտում բաց բժիշկ լինելը 70%-ն է, մնացած 30%-ը պետք է նաև կարողանալ կառավարել բիզնես, որովհետև ըստ էության սա էլ է բիզնես համարվում եւ այդ ինքը բժիշկը պետք է սովորի նաև գործարար լինել։ Միգուցե շատ կլինիկաներ կան, օրինակ կան նաև նորաստեղծները, որոնք անմիջապես բացվելուց մեկ հիմնադիրը զբաղվում է առողջապահության մենեջմենթով, երկրորդը զուտ ծառայություն մատուցելով։ Մենք դա էլ ենք ողջունում, որովհետև ամենտեղ մի ձևաչափ կա այդ բիզնեսը վարելու եւ սկսելու եւ այստեղ նույնպես ռիսկերը ինչ որ չափով նաեւ զսպվում են մեր կողմից։ Շատ լավ, պարոն Բազիկյան, եւ մեր զրույցի ավարտին կցանկանայի ձեր խոսքը ուղղեիք բոլոր այն թիրախային խմբերին, ովքեր պատրաստ են լիզինգներ վերցնել կամ ովքեր նույնիսկ միգուցե ցանկություն ունեին առանց միանվագ մեծ ներդրում կատարելու ձեռք բերել այս կամ այն սարքավորումը, սակայն միգուցե չգիտեն, որ նման հնարավորություն կա առավել եւս տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագրի ներգրավմամբ, որը ինչպես դուք նշեցիք, օգնում է սուբսիդավորել լիզինգները 7%-ով։ Այս պահին, ինչպես նշեցիք, գործում է պետական աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բոլոր մեր թիրախային խմբերին, հաճախորդներին, բժշկական հաստատություններին, նորաստեղծ բուժ հիմնարկներին, այն բժիշկներին, ովքեր որ ցանկանում են նոր ուղղություն զարգացնել եւ կենտրոնանալ մեկ ծառայություն մատուցելու վրա, ձեռք բերել սարքավորումներ ամենանվազագույն ներդրումով, սկսած 10% կանխավճարից եւ տարեկան տոկոսադրույքը, ինչպես նշեցի, 0.1-ից մինչեւ 4% տոկոսադրույքով տարբեր արժույթներով։ Շնորհակալ եմ ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ հնարավորության։ Այսքան այսօրվա համար, եղեք տեղեկացված, հետևելով Մեդինֆորմին, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։
Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաև ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։